Նեյրոդեգեներատիվ հիվանդություններն են մեր այսօրվա թեման, ինչ են իրենցից ներկայացնում, ինչ է տեղի ունենում։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները դրանք հետերոգեն նյարդաբանական հիվանդությունների մի խումբ է, որ ուղղակի Բարդ բառեր ասեցիք, որից ոչ ոք ոչինչ չհասկացավ։ Հիմա ավելի պարզ լեզվով։ նեյրո դա հենց նյարդն է, նյարդային բջիջները եւ դեգեներացիա դա պրոգրեսիվող վնասումն է։ Այսինքն, երբ մեր նյարդերը Կորցնում իրենց կառուցվածքը, կոպիտ ասած մահանում են։ Այո։ Եվ ինչ է տեղի ունենում դրա հետևանքով։ Արդեն կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները սկսում են ընկճվել ընդհանուր միջև կորստի է հասնում։ Համապատասխան կենտրոնները, որոնք որ պատասխանատու են, օրինակ շարժումների, մոտոր կենտրոններում փոփոխություններ կբերեն մոտորիկայի, այսինքն շարժումների խանգարումների, մեր նյարդային բջիջները, այսպես ասենք, եւ տերմինալ փուլերում արդեն գնում են նյարդային բջիջների մահ։ Ում հետ է սա սովորաբար տեղի ունենում։ Դրանք երիտասարդ մարդիկ են, դրանք տարեց մարդիկ են, դրանք գուցե ինչ-որ հիվանդություններ ունեցող մարդիկ են, ուղեկցող, ոնց կնկարագրեք։ Որպես այդպեսին հստակ պատճառներ չեն առանձնացվում, կան մի շարք ռիսկի ֆակտորներ, օրինակ դրանք ժառանգական նախատրամադրվածությունն է, տարբեր վնասումները գլխուղեղի, իշեմիաները, ինսուլտները, հեմորրագիկ կամ իշեմիկ տիպով, բորբոքային հիվանդությունները կամ դեգեներատիվ հիվանդությունները։ Շատ հաճախ հանդիպում են 60 եւ բարձր տարիքում, սակայն վերջին տարիներին նկատվում է նմանատիպ հիվանդությունների երիտասարդություն ցավոք սրտի։